Ուրեմն Կալլա Կալասը հաստատեց, որ Արցախը հանձնել են եվրոպացիները 22 թվին հոկտեմբերին բանին Պրագայում նրանց հորդորով է Նիկոլը հանձնել կամ իրանց գործակալ սենց ասած հանդիսացող իշխանությունները հանձնել են Արցախը հիմա սրանից մեկ էլ պարզվում է ըստ եվրոպամետների եւ նրանց խոսափող հանդիսացող Չիբուխչյան դեգեներատի որ հայկական կոնյակը աղբ է անորակ հայկական հանքային ջրերը որ ծախվում են եւ Հայաստանում եւ օրինակ ԱՊՀ երկրներում ավելի շուտ ԵԱՏՄ երկրներում անորակ աղբ են այսօր բարև ձեզ ես չէի կարող այսօր այս ամեն ինչին չանդրադառնալ որտեւ հիմա եկեք մի հատ լսենք Պետրոսի եւ Կալլա Կալասի այդ հաղորդումից այդ երկխոսությունից էլի մի փոքր հատված հիմա լսենք որպես փաստարկ արդեն եղած դեպք հա ասում են որ տեսեք շատերը Հայաստանում համարում են որ Եվրամիությունը ձախողել է իր միջնորդական առաքելությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններում 22-ի հոկտեմբերին կհիշեք Պրահայում ԵՄ միջնորդությամբ կայացած հանդիպումը Հայաստանը ԼՂՀ-ն ճանաչեց Ադրբեջանի կազմում մենք նշած զողը իջեցրեցինք հետագայում Եվրամիությունը չկարողացավ ապահովել խնդիրը եւ Ալիևը չեկավ բանակցությունների այսինքն ասում են որ Եվրամիությունը չունի այնքան ներուժ որ այդ խնդիրները իր արժեվ դրված կարողանա կատարի խնդրեմ ձեզ օրինակ Պրահա լսեցիք սա հիմնավորվեց ես չգիտեմ ուշադրություն դարձրեցին թե ոչ ես այդքան լրահոսին հետևել եմ չի հանդիպել որ սա ապացուցում է որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը որը իշխող կուսակցություն Հայաստանում հանձնեց Արցախը 22 թվականի հոկտեմբերին Պրագայում եւ ըստ հենց Կալլա Կալասի տեսեք նա իր վրա այդ մեղքը չվերցրեց նա գցեց նախկինների վրա իրանց հասկանում եք նույն բանն է էլի նախկիններն են մեղավոր բայց արդեն Եվրոմիության էլի որ Հայաստանին իբր երաշխիք էին տվել որ Արցախը տուր ու խաղաղություն կլինի եւ ամեն ինչ կվերջանա բայց պարզեց որ չեն կարողացել այդ ապահովել կամ Հայաստանն առանց որևիցե լուրջ երաշխիքի Արցախը հանձնել այսա լուրջ խնդիր է սա լուրջ հարց է որ պետքա հանձնաժողով կազմվի եւ սրա պատասխանը տրվի թե ոնց է եղել թե ոնց է մեր դեգեներատ օրինակ Արաբաթը նա իրավունք չունի Արարատ անունը կրի էլի նա Արաբաթ է այդ ձևի պայմանավորվել այդ ձևի լախանուց է եղել ու այն որ նրանք դուրս են եկել տեսեք հիմա նույն եվրոպամետները նույն այդ եվրոպորնո ինդուստրիան էլի գոռում են որ ռուսը հանձնեց Արցախը պարզվեց մարդը իր լեզվով ասեց որ դա նախկինների մեղքն է Եվրոմիությանը չինովնիկների որ չեն կարողացել Ադրբեջանին բերեն sense կոնստրուկտիվ դաշտ Հային ասել են Ղարաբաղը դուր այդ բերից բրծիր կլինի խաղաղություն բան sense չաղ բախտավոր բայց Ադրբեջանը գցել է ու հիմա ես չգիտեմ էլի ես ոնց պետք է այսքանից հետո օրինակ նույն Նիկոլը նույն այս հարցերը կտան Նիկոլին լուրջ ասուլիսների ժամանակ այդ հանդիպումների ժամանակ սա այսօր հենց դուրս եկավ որ օտարերկրյա գործակալական ցանցը հանձնել է Արցախը ազգային անվտանգությունը հիմա էշի ականջում քնած է սա հիմք չի հանդիսանում չգիտեմ impeachment չէ քրեական գործ հարուցելու այն որ ռուսը ականջները շարժում էր ասում էր այդ էշի ինչ արեց այնտեղ տեսեք սա համարյա չվելուծվեց էլի չխոսացին շատ քիչ էլի բայց բոլորը գոռում են ռուսը տվեց Արցախը ու եկեք հիմա երկրորդ մասը
ես չեմ հասկանում այս Չիբուխչյան այս վիժուածքը ու այս ընդհանրապես այդ եվրոպամետներ այդ Բաբաջանյան, Մամաջանյանը ինչ է այդ վիժուածքի անունը դրանք հլարեք մի հատ հիմա լսենք, եկեք լսեք հետո Նրա մասին էր, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր տնտեսությունը։ Նոր օրակարգը հինը չկա, հինը չի կատարել, 40%-ով է կատարված, բայց նոր օրակարգի մեջ նոր ոլորտներ են մտել։ Եվ այդ գլխավոր նոր ոլորտն, ինչպես իդեպ մի քիչ առաջ հարցազրույց տվել է հանրային, գլխավորը տնտեսականն է։ Եվ առաջինը նա շեշտեց բիզնեսը եւ փոխկապակցվածությունը Եվրոպական միության հետ։ Այսինքն, Հայաստանին տնային աշխատանք է տրվել, այս նոր օրակարգով Հայաստանը պետք է շատ արագ իր բիզնեսը փոխկապակցի Եվրոպական միության հետ։ Ինչը Դե առանց դրա անհնար է։ Ինչը տեսականորեն անհնար է, որովհետև եթե քո բիզնեսմենը ունի ուրեմն շատ մաքսային միության մեջ է եւ շատ բաներ տանում է առանց մաքս կամ ցածր մաքսով եւ արտադրում է ցածր օրակապրանք եւ շատ էժան է արտադրում եւ կարողանում է իրացնել անորակ շուկայում, բնականաբար ինքը պետք է մեծ գումարներ ներդնի, վերացինվի, ճիշտ է։ Եվ այդ դրա, այսինքն եւ մասնագետներ ավելի լուրջ հրավիրի, որը ասենք արամեծան մարկետով կզբաղվի եւ կսպոսի վերլուծել, տանել, բայց դա բարդ process է, հեշտ չի։ Բայց որ մեկը կծախսի այդքան գումար։ Բնականաբար այս իմաստով դրա համար Եվրամիությունը մոտ 300 միլիոն, 270 կարծեմ միլիոն եվրոյի գումար է տալիս Հայաստանին, կայակալացի հայտարարության, որպես հետաքրքիր է, հիմա ինչ է այս վիժուածքը հայտարարում, որ անորակ է։ Հայկական ապրանքներից կոնյակն է անորակ, աղբ։ Հանքային ջրերը հայկական, որ գնում է ԵԱՏՄ շուկա։ Հայկական պահածոներն է, հայկական հյութերն է անորակ, աղբ, որ հիմա օրինակ նույն սպարողը լսի, ասի տեսեք աղբ են մեր վրա ծախում, խոստովանում են հայերը։ Որն է վատը, գյուղ մթերք է գնում, օրինակ ծիրան, գիլաս, դեղց է գալի, դրա վատը որն է, ռադիոակտիվ է, ինչն է, ինչ է դրանց եղել։ Որ այս եվրոպորնիկը նայեք, այս հիմարություններ է դուս տալիս։ Սա քաղաքական ինստրումենտներ է, նայեք, այս ամենը, էլի, սրանք քաղաքական գործիքներ են, որ պարզապես ինչ-որ մեկին դնեն ինչ-որ մի կաղապարների մեջ։ Հիմա հետաքրքիր է, օրինակ մեր կոնյակի գործարանները, մեր հանքային ջրի գործարանները, էլի, ինչ-որ միտեղ կարձագանքեն այս պոռնեկատին վիժվածքին, որ ասեն մեր որակը լավն է, դուք ինչ եք ուզում եվրոպական որակ։ Միգուցե փոփոխությունը լինի փաթեթավորման մեջ, օրինակ, նույն հյութիկ այդ ապակու տարայով գնացող կոնյակի կամ հանքային ջրի մեջ ինչը պետք է փոխվի։ Հասկանում եք, որ իրանք այս ձև որակին խփում է, դուսեք ուրիշ իրա զիբիլ աղբ ապրանքն է ասում լավ որակ է, այս վիժվածքները կարևորը գործակալական ցանց։ Տեղական արտադրողի ապրանքը հանում է աղբ։ Հիմա ես, որ Ռուսաստանում առնում եմ հանքային ջուր կամ կոնյակ, ես աղբ եմ առնում, դա կոնյակա թե հիմա կպարզվի մեջը չայի գույնա բացած սպիրտի հետ, համեր տված։ Օրինակ արձագանք կլինի մեր արտադրողներից։ Այս սրա համար, տեսեք, 270 միլիոն եվրո, տեսեք, փող է եկել։ Ինքից չգիտի 300-270 միլիոն, դա համարյա 40 միլիարդ դոլարից ավել փող է։ Հիմա մի հետաքրքիր հարց, դա ուր է գնալու այդ փողը։ Սա իսկական կաշառք է։ Սա Հայաստանում գործող օտարերկրյա գործակալական ցանցը ստացավ կաշառք, որ անցնի աշխատանքի մյուս փուլին։ Ասենց պայուսակով փող բերելը դժվար է տալ, հասկանում եք այերին։ Ճամպրուկի մեջ դրած, դա իրանց ֆոնդերում դա պետք է երևա հաշվետվություններում։ Այսա հենց դա է։ Ձեզ թվում է այս 270 միլիոն դոլարը, որ եվրո, որ եկավ, դա ինչա պետք է գնա կոնյակի գործարաններ, հանքային ջրի, պահածո արտադրողներին է գնալու այդ փողը։ Ոչ, դա գնալու է այդ օտարերկրյա գործակալների գրպանները։ Այսօր ես օրինակ այդ Պետրոսի ու բանի հաղորդումը նայեցի, էլի, նույն, տեսեք, այդ նույն այդ թեման է, էլի, լսեք, մի բար չասվեց հայկական դատական համակարգից, որ մարդկանց շինչ ու մեղադրանքներով նստացրել են։ Նա մանավանդ Աճապահյանին ու բանին, Սամվելին, Կարապետյան։
Բայց դա խոսում են որակից։ Լսեք, ես դեմ չեմ, որ մեր ապրանքը գնա եվրոպական շուկա։ Եվրոպական շուկան եւս բաց է։ Շատ տեղեր կա Եվրոպայում, որ կան հայկական կամ ռուսական փոքր խանութներ, որ մտնում է այդ ապրանքը եվրոպական շուկա եւ վաճառվում է։ Կա։ Դրանք փոքր ավելի, ասենց ասած, նեղ բանի վրա աշխատող խանութներ են։ Հազվադեպ հանդիպող էլի։ Բայց տեսեք, այս շուկան ինչ է իրանից ներկայացնում։ Ես իմ երեկվա հաղորդման մեջ դա ոնց որ կիսատ մնաց, էլի։ Լսեք, քաղաքական գործիչը երբեք չի որոշում, թե իր սպառողը Եվրոպայում ինչ պետքա խմի ուտի։ Հասկանում եք, սա ոնց ես ասեմ, տեսեք, հետ խորհրդային երկրներում ինչն է հարգի։ Վրացական գինին, վրացական օրինակ բորժոմին, դա ամենահարգի հանքային ջուրն է։ Հայկական կոնյակը։ Տեսեք, սրանք ապրանքանիշներ են, որ արդեն դարձել են այս երկրում, այս տարածքում բրենդ։ Նայեք, շուկան հենց բան է, ինչ որ մի երկրում մի սպეციფիկ ապրանք կա։ Այն մյուս երկրում սա է սպეციფիկ, որ ժողովուրդը սովորեն։ Օրինակ, ամերիկյան շուկայում հայտնի է բանը, օրինակ, նույն մեքսիկական կծու այդ համեմունքներն ու բանը, խոհանոցը։ Եվրոպայում եւս իսպանական, այդ պորտուգալական կան, հասկանում եք, այդ կծու մռու այդ ուտեստները, էլի, նրանց այդ պատլիվկաները, ասենց ասած։ Օրինակ, հետ խորհրդային երկրներում հայտնի է վրացական, օրինակ, նույն աջիկան, էլի, իրանց մռու կծու, կամ նույն տրեմալին, ասենց։ Նայեք, ամեն շուկա ունի իր սպეციფիկան։ Ես սա իմ ասում եմ ընդհանուր բոլորին, սա յուրաքանչյուր շուկայագետ ձեզ կասի, սա տրամաբանելու հարց է, պարզապես։ Երբեք դուք չեք կարող օրինակ վրացական բորժոմին կամ հայկական կոնյակը սարքեք Եվրոպայում այնձևի ճանաչվող բրենդ, ինչպիսին է օրինակ Snickers-ը կամ Orbit-ը կամ չգիտեմ ինչ ասեմ, ծննդամթերքից Nestle-ն, որ հայտնի բրենդեր են դարձել աշխարհահռչակ, էլի։ Դա շատ բարդ է, դա ահռելի գումարներ պետքա ծախսվի, որ մտնի այդ ապրանք հետ շուկան։ Հենց որ, նայեք, սա պարզապես խապկանք է։ Ես դες ասեմ, վրացին փորձել է ծախի իր ապրանքը եվրոպական շուկայում։ Տարիներով, հասկացեք, հեսա քանի տարի, ամենա 10 տարուց ավել է ինքը փորձում է իր ապրանքը չի ծախվում, որտեղ խանութը ով առնում է ապրանքը։ Խանութը չի կարող օրինակ կալլակալը սա կանգնի ասի բան, դրեք այս ապրանք խմեք, կերեք, էլի։ Բելգիացիներ, ավստրիացիներ, գցենք ֆրանսիացիներ, այսօրվանից ֆրանսիական գինի չեք խմելու, վրացական եք խմելու։ Դա շուկան է որոշում ինչ խմի։ Դա շուկայից է կախված, դա չես կարող եվրոպացուն հիմա ասես տես վրացական գինին վատը չի բանից, նույն ինչեր անունը, իսպանական գինիներից կամ բանից, էլի, պորտուգալական գինիներից, պորտվեյնից, էլի, դա պորտուգալական գինին է։ Չեն կարող, մարդիկ արդեն այդ շուկայում դրան են սովորել։ Տեսեք նույն պորտվեյնը եվրոպական շուկայում դա պորտուգալսկե վինո, պորտվայն, բայց մեր շուկաներում այստեղ պորտվեյնը ասում են ալկոգոլիկի շարբատ, խմեն ու շաշանան։ Հասկանում եք, ամեն շուկա սպეციფիկ է, դա բարդ բան է շատ ու համարյա անհնար։ Դուք տեսեք, օրինակ հայկական կոնյակը հետ խորհրդային երկրներում դա ամենահարգի կոնյակն է։ Միջայլոց բանի կարելի է Յուլիան Սիմեոնովին նույնիսկ հուշարձան դնել հայկական կոնյակի գործարաններում, նրանց դիմացը։ Այս մարդը հենց է գովազդել հայկական կոնյակը, այն պատմությունը, որ հորինել է, Չերչիլը խմել է հայկական կոնյակ։ Իր օրինացն է։ Սա տեսեք հիմա ինձ չգրեք, եկեք այս Չերչիլի պահը պատմեմ, սա որտեվ ինձ սա հոբի դարավ իմ մոտ էլի ճշտելը։ Դեռ շատ վաղուց էլի, երբ երիտասարդ էի, մի անգլիացու հետ սենց խոսքի մեջ ասեցի, որ Չերչիլը հայկական կոնյակ է խմել։ Այդ անգլիացին սենց մի տեսակ կասկածով ընդունեց շատ բանով,
բայց ասեց ես չեմ լսել, Չերչիլը բան է խմել, սկոչ է խմել։ Բայց ասեց ես քեզ կպատասխանեմ։ Ու մի 2 օր հետո ինքը ինձ բան արեց, ասեց սուտ է դա։ Չհավատացի։ Դե երիտասարդ տղա ոնց դեռ աշխարհը մի տեսակ էլ դեռ վարդագույն է, ես է պատանի, ասեցի հաստատ չուզող են էլի։ Դրա համար է տենց ասում։ Բայց այդ ворթը ընկավ մեջս։ Հետագայում արդեն այսքան գրականություն բան բացվեց, համացանց ավելի ակտիվացավ, սենց ես ուսումնասիրեցի Չերչիլի բոլոր գրքերը, նրա կենսագրությունը էլի։ Թե ինչ է խմել, ոնց է Չերչիլի կյանքը դարձել եմ Չերչիլագետ, նույնիսկ կարելի ասել էլի։ Ու իմացա մի բան, որ ոչ մի տեղ իր բիոգրաֆները չեն գրել կոնյակի մասին, որ ինքը խմել է կոնյակ հայկական։ Ու մեծ մասամբ ինքը խմել է հենց սկոչ, շոտլանդական վիսկի։ Ու տեսեք, ես հետո մի հատ ռուսական հոդված կար ինձ արդեն, ես անընդհատ փնտրում էի, էլի այդտեղ դուրս եկավ, այդ հոդվածը կարդացի, որ ռուսական այդ գիտական բանը, էլի պատմաբանները մի հատ հարցում են արել, էլի մի թե բացենք Ստալինի արխիվներ, էլի, տեսնենք այդ կապը եղել է, դա որտեղից է դուրս եկել, էլի, որ խոսում են ու շատ բարձր մակարդակով։ Կարող է շատ լուրջ մարդուց լսես այդ կոնյակի մասին, հենց ռուսական եթերից, էլի։ Ու իրանք բացել են Ստալինի ամբողջ արխիվները, նամակագրությունը։ Ոչ մի կապ չկա, ոչ մի բան չկա Չերչիլին հետ կոնյակի թեմայով, էլի։ Բայց խոսքը գնում էր այնց, որ Յալտինսկի կոնֆերենցիայի ժամանակ Չերչիլը հյուրասիրել է, իբր շատը հավանե բանը, Ստալինը հյուրասիրել է, Չերչիլը հավանել է, սկսել է խմել։ Ու հետո ուղարկել է անընդհատ, էլի։ Ու նույնիսկ հայկական այդ պատմություն կա, մարդուն հուշարձան կա դրած, էլի, կոնյակի գործարանում, ով որ այդ կոնյակի այդ կուպաժը արել է, որ իբր աքսորել են, հետո Ստալինի հրամանով հետ են բերել, այդ մարդերի սարքի։ Նայեք, սա սուտ է։ Ես հիմա օրինակ կխնդրեի մեր ազգային անվտանգությունը արխիվները բացեն այդ մարդու մասին, էլի, թե երբ ա եղել, ինչի համար են իրան հետ կանչել, որ թվականին ա եղել, ում հրամանով, էլի, բացեն այս հարցի պատասխանը մի հատ տան, պարզապես, էլի, որ պատմությունը իմանա, էլի, սենց ուղղվի այդ սխալը, ճշտվի։ Բացել են նույնիսկ ուրեմն բանը, սովետական միության դիպլոմատическի պոչտայի փոխանցումներ, էլի, ինչա գնացել Անգլիա, դիպլոմատիկ այդ պոչտա։ Ոչ մի կոնյակ չի գնացել։ Պարզվեց վերջն ըստ այդ հոդվածի ու ամենախելամիտն է, որ այդ ամեն ինչը դուրս է եկել Գարնան 17 ակնթարթը գրքից։ Նայեք, այդ գիրքը սկզբում եղել, հետո է ֆիլմը նկարվել, էլի, Յուլիան Սիմեոնով։ Եթե չալարեմ այդ մարդու նկարը կգտնեմ, կդնեմ, կտեսնեք, էլի։ Այդ մարդն այնտեղ գրքում գրել, որ ուղարկել են այդ պատմություն տենց հորինել կապված հայկական կավկասկի կոնյակ։ Ինքը գրել է կովկասյան կոնյակ։ Ֆիլմում ասում է սովետսկի կոնյակ։ Տեսեք, ես այդ ֆիլմի հատվածն կդնեմ, կնայեք։ Միացնեմ։ Выпить хотите? Нет, спасибо. Что, вообще не пьете? Боюсь, что вам известен мой любимый коньяк. Не считайте себя фигурой, равной Черчиллю. Только о нем я знаю, что он любит русский коньяк больше всех остальных. Ну, не хотите... Լսեցիք Շտիրլիցին ինչ ասում, Մյուլլերը, այստեղից է դուրս եկել, այս սա է, որ դուրս եկա, որ հայկական կոնյակը Չերչիլն է խմել, էլի, դվին, բայց տես բան չի եղել, սա պատմական փաստ է, նայեք, ոչ մի բիոգրաֆ չի գրել, ինձ հիմա չգրեք, որ Չերչիլը կոնյակ է խմել, հայկական, բայց սա գովազդ է դարել, հասկանում եք մեր կոնյակին, մեր կոնյակը հարգվել է այս կարգի հետ խորհրդային շուկայում։ Ու տեսեք, հիմա այս ամեն ինչը դուք Եվրոպա ոնց եք տանելու։ Ես դեմ չեմ Եվրոպա տանելու։
Հասկանում եք մեր ապրանքը, որ սաղ աշխարհը իմանա, էլի, սակայն այդքան չենք հասցնի արտադրենք, էլի։ Բայց դե հիմա մտածեք։ Դեզեք, սա չեք դուք հիմա գնալու եք Եվրոպայում պատմեք, ասեք Չերչիլը այս կոնյակն է խմել, դվի, առեք, խմեք։ Չեք կարող անեք, այնտեղ այդ սուտը չի աշխատի, ստեղ աշխատել է։ Այստեղ նույնիսկ այդքան շատ չի բարձրաձայնվում, մարդիկ էլի կրկնում են շատերը։ Ես ինձ հետ էլ շատ մարդկանց հետ խոսալուց այդ նույն բանը ասում եմ թող հավատան։ Հենց որ այս ձևա ձևավորվել շուկան, հասկանում եք, դրա համար այստեղ հարգի է վրացական օրինակ բորժոմին, բրացին հասկացավ։ Որտեւ եվրոպական այդ շուկան, նայեք, այդ նույն սուպերմարկետների մեծ ցանցերը, կառնեն մի անգամ, այդ նույն պահածոն հայկական, այս մյուսը հյութերը, ջերմուկ բան, բայց հետո որ վաճառք չեղավ, ժամկետը անցավ, նրանք այդ ապրանքը գցեցին, ուտիլիզացրեցին, էլի։ Երկրորդ անգամ չեն ստանալու, որտեւ համ տեղ է զբաղացնում այդ դարակի վրա, համ ֆինանսական վնաս է տալի, ոչ թե եկամուտ։ Սա է այդ կարևոր պահը շուկան գրավելու, էլի, որ չի լինի դա շատ բարդ է, որ սովորացնեն օրինակ տարբեր եվրոպական երկրների ժողովրդին, սպառողին, հայկական կամ վրացական ապրանք, հենա վրացիք փորձեցին, չկարողացան։ Վերջը հասկացան ավելի լավ է ծախվում մեր հանքային ջուրն ու գինին, օրինակ 150 միլիոնանոց ռուսական շուկայում, քան 700 միլիոնանոց եվրոպական շուկայում։ Հասկանում եք, սա իրանք հասկացան, իրանց տնտեսությունը հասկացավ։ Պետության ամենաբանը տնտեսությունն է։ Այնց է, որ ասեք հայկական բեռնատարը, որ ինչ-որ մի ապրանք տանում, հետո մի ապրանք տեղնել հետ է բերում։ Նայեք, եթե Հայաստանն իր դիվերսիֆիկացրեց իր առևտուրը, այդ մեքենաները դատարկ են հետ գնալու։ Հասկանում եք, ոչինչ չունեն տանելու։ Այդ ամեն ինչը ապրանքի ինքնարժեք է բարձրացնելու։ Այդ նույն ցորենը, որ կմտնի Հայաստան, դե տարբեր բան, հասկանում եք, ձեթա, մի խոսքով։ Հետո այն մի բանը, որ շատերը ասում են, Ռուսաստանը ոչինչ չունի ուտելու։ Լսեք, ռուսական, այսօր Հայաստանի շուկայում ծախվող բրինձը, գրեչկան, ձեթը, էլ ինչ ասեմ, էլ շաքարավազը Ռուսաստանի արտադրանք է։ Դա ինքն է արտադրում։ Չհաշված Alpengol, Snickers, դրանք արտադրվում են եւս Ռուսաստանում, որ մտնում են Հայաստան։ Հենց որ մեկ գրում են, հենց հիմարություններ են գրում, որ մարդիկ տեղյակ չեն, էլի։ Գնացեք հայկական խանութներում, նայեք ապրանքի արտադրման երկիրը որտեղ է արտադրվել։ Միգուցե այստեղ մեքենա չեն արտադրում, համակարգիչ հեռախոս կամ բան, բարձր տեխնոլոգիաներ չկան, բայց այդ մթերքը մեծ մասամբ արտադրվում է Ռուսաստանում։ Այդ Ռուսաստանն է ծախում նույն պարարտանյութը Եվրոպային կամ բան, էլի եվրոպական երկրներին։ Սա է։ Հասկանում եք, նույն Կալլա Կալասը, որ խոսում է, էլի ինքը Էստոնիայի վարչապետ է, բայց իր երկիրը, տեսեք, բան է անում, որտեղ է աշխատում։ Իր քաղաքացիները գնում են Եվրոպա, որ աշխատեին մատուցող, գրուզավիկի վարորդ, գցենք, հավաքարար, հիվանդներ պահեն։ Շվեյցարիա են բարեկեցիկ երկրներ, էլի Լիխտենշտեյն բան, մեծ մաս է ծառաների պրիսլուգայի, էլի սենց ասած, սպասարկող անձնակազմը Լատվիա, Լիտվա, Էստոնիա տեղի ժողովուրդ են։ Այն որ ինքը ասում է լավ կապրենք, օրինակ Չիբուխչյանը, նույնն էլ ասում է Կալլա Կալասը, որ գնանք Եվրոպա։ Դա այդքան էլ ճիշտ չի։ Հասկանում եք, նույն էստոնացին իր կյանքի կեսը գնում է վարձու աշխատող է ուրիշ երկրում։ Հենց որ այս հիմարությունների վերջը տալա պետք, լսեք, ռեալ պետք է տնտեսական շուկան գնահատվի, այլ ոչ թե փողը վերցնեն, այս գործակալներ էլի, ու հիմա տեսեք բոլոր լսափողներով էդ են խոսում։ Էդ են ասում։ Այս է Չերչիլի կոնյակ խմելը։ Այդ է ոնց է մարդը գովազդվել, էլի։
ու նույնն էլ հայկական բանջարեղեն էստեղ շատ լավն է, մենք էլ ենք առնում, հասկանում եք, այդ պահածոներ կան, Իման Բայալդի, հայկական աջիկա, ես չեմ հասկանում դրանց վատը որն է, ինչեր են խոսում, այ հայկական հանքային ջրերը հետ են մնում բորժոմից, ես նույնիսկ ասեմ հիմա դիտողություն մեր հայ արտադրողներին, ու հայերի միության, էլի, տեսեք, ինչքան կա, ես տեսնում եմ Մոսկվայում, հենց գովազդներ բորժոմի, դա ամենահարգված սեղանի ջուրն է Ռուսաստանում, այն մեծ պաստառների բաների վրա գովազդը գնում է, նամանավանդ ամրանը, բորժոմի, հեռուստացույցով բան, էլի, բայց հայկական օրինակ հանքային ջուրը չի գովազդում, ինձ մեկ-մեկ թվում օրինակ մեր հայերի միություն, էլի, կան հայ գործարարներ, որ ունեն հենց այդ գովազդային, այդ հոլո բաներ, էլի, ինչ է դրանց անունը, բիլբորդների այդ ֆիրմա ունեն, գովազդեք հայկական այդ հանքային ջուր, ինչ-որ մի ծրագրով մցրեք շուկա, ֆիլմերի միջոցով, որ ինչ-որ մի նկարանվող ֆիլմում սեղանին լինի բժնի ջերմուկ, լսեք մի հատ մարքեթինգ աշխատացրեք, որ այդ ծախվի, ինձ երբեմն թվում է մեր հայերի միություն ընդհանրապես, մենակ մի բան է կարում լավ արտադրի, եկեղեցի սարքի, խաչքար տաշի, հետո գնա այդքանը օրջնի, մենակ էդ է լավ անում, Հայոց Արմյան Ռասի, մենակ եկեղեցի սարքի, խաչքար գնա բացի, միտեղ օհնի նկարվի կողքը, սաղ սենց թիմով հավաքվեն, հանքային ջուրը զարգացրեք Ռուսաստանում, ու էլ եմ ասում, ես դեմ չեմ, որ Եվրոպայում էլ գնա, մեր ապրանք հասկանում եք, բայց ռեալ պետք է նայեք, էլի, ռեալ պետք է նայվի այդ ամեն ինչի, իսկ մենք ավելի շատ պետք է եվրոպական գաղափարները մարդու արժեք հանդիսացող, էլի, մարդկային այդ մարդուն գումանիզմի այդ գաղափարները բերենք Հայաստան, լսեք, մեր մոտ փոխվի դատարան, մեր մոտ ստեղծվի արմիություն, որ մարդը չլինի ստրուկ, ճորտ, համբալ, այ եվրոպական դրանք պետք է բերենք, ոչ թե փող վերցնենք, որ իբր մի բան տանենք, այնտեղ ծախենք։ Պետք է այնտեղից այս արժեքները բերվի։ Ու նայեք, սա պետք է դառնա քաղաքական ծրագիր։ Ու ես որ խոսում եմ օրինակ նույն երրորդ ուժի հետ, ում հետ որ զրույցներ ունենում ենք, այս սրանք ամենակարևորագույն հարցերն է, որ պետք է բարձրացնել դրվի ծրագրի մեջ։ Ամենաառաջինը դատական համակարգի ռեֆորմները, որ անկախանա, լսեք, ոչ վարչապետից վախենա, ոչ նախագահից, ոչ ՆՎԴ-ից, ոչ ԿԳԲ-ից, ոչ Պուտինից, ոչ Տրամպից, ոչ մեկից։ Հայկական դատարանը պետք է անվախ մի հատ դատավորներ լինեն, հասկանում եք, այլ ոչ թե մարիոնետը չնի, այնտեղից SMS-ով արդարադատություն որոշող։ Այսքանը, ոնց որ բան բաց չթողեցի, մի հատ էլ հիշեմ, ինչ կար ասեցի, սա էր, շուկաների այդ բանը բացատրեցի, ու մի բան ասեմ, մեր մոտ շատ քիչ անդրադարձան, նայեք, Կիթ Կելլոգը այդ բանի Տրամպի սուրհանդակ, ասես ճիշտ ասեմ, էլի գրական հայրենով, որ գնացել էր Բելորուս, Լուկաշենկո հետ հանդիպել էր, դա ամսի 21-ին էր եղել, էլի, մյուս օրը եղավ Պարսկաստանի վրայի հետ հարված, էլի, Ամերիկայի կողմից։ Նայեք, հայ վերլուծաբաններ, դիվանագետներ, 6.5 ժամ ինչ են այդքան խոսացել, համբուրներով իրար հանդիպեցին, ես հեսա վերջում կդնեմ կհիանակ, էլի, բայց 6.5 ժամ ինչ են իրար հետ խոսացել, Լուկաշենկոն ու Կիթ Կելլոգը, այսա մտածելու բան է տալիս, սա լուրջ մտածելու տեղ է տալիս, լսեք, որ այս գերտերությունների ասած ասած պոլիգոնում, որ իրար են հոշոտում, Հայաստանը ոտի տակ չընկնի, էլի, դե որ ոտի տակ ընկավ, ասում եմ, մոկրե место не останется։ Այսքանը, այսօրվա իմ ես ելույթից էլ ինչ ասեմ, այսա վերջում եք կդնեմ, տեսեք ոնց են իրար դիմավորում, այն որ ասում եք, բռնապետիկ, բան, Լուկաշենկո, կարտոշկա, բան, ինչ ասես, այ, տեսեք այսա ոնց են իրար հանդիպում։ Հաջողություն։ Какие люди у нас! My friend. What a person here. Very glad to hear.
Кто его не запретит? Кто его не знает? Самое медийное лицо в последнее время. Media face all over the world right now. Крис, приветствую тебя. Как ты жив, здоров? Нормально? Привет, десантников. Yes, hi, паратрупер. Приветствую вас. Sergio have that.